Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր մենք խոսենք քրիստոնեության մեջ շատ կարևոր մի մաս կազմող երևույթի զոհաբերության մասին։ Այս մասին խոսենք Հովիվ Արտուր Նազարյանի հետ։ Բարև ձեզ սիրելի Հովիվ, ուզում ենք այսօր խոսանք, խորանանք, փորձենք տարբեր տեսանկյուններից նայել զոհաբերության հարցին։ Իհարկե թեման շատ լայն է, բայց փորձենք ինչ-որ մի կերպ պատասխանել տրված հարցերին։ Առաջին հարցը, քրիստոնեության մեջ զոհաբերությունը պարտադիր երևույթ է, թե ոչ։ Այո, միանշանակ։ Քրիստոնեության որպես կրոն հիմքը, նպատակը կամ կենտրոնական տեղը դա զոհաբերությունն է, խաչն է, զոհաբերությունն է, համար դա շատ կարևոր է։ Մի հատ sense բան հարցնեմ, նախքան առաջանցնելը, շատ մարդկանց մոտ զոհաբերություն բառը միանգամից ասոցացվում է ինչ որ կենթանական զոհաբերության հետ, առաջինը։ Երբ որ խոսվում է զոհաբերության մասին, մարդը մտածում է առաջին հերթին ինչ որ ֆիզիկական, մատերիալն ինչ որ բաների մասին։ Քրիստոնեությունը արդյոք ավելի, տեղատալի այդ ֆիզիկական կողմին, թե այստեղ խոսքը ավելի շատ հոգևոր զոհաբերություն։ Իհարկե քրիստոնեության մեջ մենք չունենք այդևի ծիսակատարություններ, համենայնդեպս պետք է չունենանք որոշ, ասենք, քրիստոնեական ուղղություններ դեռ որոշակի ինչ-որ բաներ են անում, մի ձև ուրիշ ձև բացատրելով, բայց մեր եկեղեցիներում չկա ընդհանրապես այն 5 կտակարանյան, այն զոհաբերությունները եւ այլն, այդ իմաստով իհարկե չկա։ Բայց որպես զոհաբերություն դա հավիտյան հասկացողություն է, դա միշտ է լինելու։ Եղել է, կա ու լինելու է միշտ։ Հոգևոր զոհաբերություն։ Եթե տենց կարելի է ասել, հա, հոգևոր։ Հաբելը եւ Կայենը զոհաբերության մասին, որ մարդը բերել է զոհաբերություն Աստծուն, առաջին անգամ կարդում ենք Հաբելի ու Կայենի պատմությունը։ Ինչու Աստված չընդունեց Կայենի զոհաբերությունը։ Շատ լավ հարց է։ Աստվածաշնչում գրած է, որ Աստված չնայեց Կայենին ու իր զոհին։ Բայց առաջինը գրած է չնայեց Կայենին, իսկ Հաբելին նայեց ու ընդունեց։ Միգուցե որ չնայեց Կայենին, ըտրանից ինքը վատ զգաց։ Ինչ որ մի ձև ինքը հասկացավ, որ ընդունված չի իր զոհը։ Օրինակ մեր օրերում, երբ որ մենք զոհաբերություն ենք անում, ասենք ֆինանսական զոհաբերություն կամ նույնիսկ քեզ ամբողջովին տրվում է, դու հələ չգիտես Աստծո կողմից այդ ընդունվեց, չընդունվեց։ Մենք միշտ աղոթում ենք, ասում ենք Տեր, թող քո կողմից ընդունելի լինի այս զոհաբերությունը կամ այն զոհաբերությունը, որովհետև մարդը կարա շատ բան անի, բայց Աստված դա չէր ուզում, հա։ Բայց Կայենը հասկացավ, որ Աստված չի ընդունել։ Բայց մեկնաբանություններ շատ կա, շատ տարբեր, ասենք, երևի այդ պատմությունը ամենաշատ խոսացված, ասված, քարոզված տեղն է։ Դե որոշներն ասում են, որովհետև Հաբելը կենթանի, ասենք, զոհ մատուցեց, դրա համար ընդունվեց, իսկ ինքը բանջարեղեններ կամ մրգեր բերեց, դրա համար չընդունվեց։ Միգուցե դա էլ տեղ ունի, բայց եթե ուշադիր տենանք այդ տեղում, կարդանք, ուշադիր լինենք, գրած է լավագույնը բերեց Հաբելը, պարարտը բերեց, լավը բերեց։ Իսկ Կայենի մասին չի գրած ուղղակի մրգերից կամ բանջարեղեններից բերեց զոհ մատուցեց։ Միգուցե եթե Կայենը բերեր ամենալավերը, միգուցե ընդունվեր։ Առաջին բերքը, միգուցե, հա, երախայր, հա, առաջին բերքը, հա։ Միգուցե։ Բայց հետո մենք չգիտենք ինչքանով էին իրանք տեղյակ զոհաբերության այդ կարգի մասին, ինչքանով էին, ինչ ինֆորմացիա իրանք ունեին դրա մասին։
Մենք չգիտենք էդի։ Ամենայն դեպս ինչ որ ինֆորմացիա ունեին, այսինքն այն ինչ որ իրանք արեցին, դա գիտակցված ու ինչ որ կարգերի մեջ լինող երևույթ էր իրանց կողմից։ Հա։ Եթե ասենք զուգահեռ տանենք այդ պատմությունը այսօրվա մեր, ասենք կամ դրանից ինչ-որ բան քաղելու նպատակով, մեր օրերում էլ ասենք մարդը կարա զոհաբերի, եթե խոսքը գնում է մի բան բերել, մի բան զոհել Աստծուն, ոչ թե հենց ինքը իրան, կախված է մարդը ինչքան է նվիրված, ինչքան է Աստծուն սիրում, ինչքանով է ուզում ամենալավն անի։ Մեր օրերում էլ է նույնը։ Կան մարդիկ, որ զոհաբերում են, բայց իրանց Հիսուսի ժամանակ էլ ավետարանում կարդում ենք, որ Հիսուսը նայում է գանձանակի կողմեր, հա, շատերը շատ բաներ էին բերում, հա, բայց ինքը նկատեց մի հատ ուրիշ բան։ Հա։ Որբևայրին, որ իր վերջի այն լումաները տվեց, իր համար դա մեծություն էր։ Ամենաշատն էր, ասեց սա։ Իհարկե երկնային թվաբանությունը մի ուրիշ ձև է հաշվարկը լինում, քան թե մենք ենք սովոր։ Օրինակ մեր համար հաստատ ասենք 5 եվրոնա շատ թե 200 եվրոն, միանշանակ մենք ասում ենք 200 եվրոն ավելի շատ է։ Բայց երկնքի համար 5 եվրոն կարա ոչ միայն շատ լինի 200 եվրոից, այլ մի քանի անգամ շատ լինի։ Ես մյուս կողմից էլ, եթե մի ուրիշ տեսանկյունից էլ նայենք, անընդմեջ 5 եվրոները ավելի շատ են, քան թե մեկ անգամյա 200 եվրոն։ Դա տեղ ունի Աստծո արքայության մեջ։ Այո, այսինքն հավատարիմ, ռեգուլյար, եթե մեկ ասենք միշտ իր 10-անորդի մեջ է հավատարիմ կամ իր ծառայության մեջ է հավատարիմ, մենակ գումարը չի, էլի, հա։ Դա ավելին է, քան թե մի անգամ ինչ-որ բան արեց։ Իհարկե։ Հին կտակարանում կային զոհաբերության կարգեր։ Նոր կտակարանում մենք չենք հանդիպում նման բանի։ Ինչ հիմունքով է նոր կտակարանյան հավատացյալը կատարում իր նյութական ֆիզիկական զոհաբերությունը։ Հիմքը Աստծուն սիրելն է։ Աստծուն դառնալը եւ Աստծուն սիրելն է, երբ որ մարդը Հիսուսի կատարած զոհը գիտակցում է, իր մեջով մի հատ անցնում է այդ զոհը, սենց ասած, դա է հիմքը, որ ինքը սկսում է իր քրիստոնեական կյանքն է սկսում, զոհաբերությունները սկսում է։ Հիմքը սա է։ Սա կարող է ցուցանիշ լինել մարդու Աստծո հետ հարաբերությանը։ Իհարկե, բա երբ որ մարդը գնահատում է, շնորհակալ է, այսինքն մարդը միշտ ցանկանում է պատվել Տիրոջը, միշտ ցանկանում է Տիրոջ համար ամեն ինչ անել, իհարկե դա խոսում է իր նա պատրաստ է Աստծո համար ամեն ինչ անել, դա գալիս է հարաբերություններից, դա գալիս է նվիրվածությունից, դա ամենօրյա հարաբերություններից։ Այդ մենք հայերեն ունենք ակնածանք բառը, չգիտեմ ինչքանով դա օգտագործող բառ է, բայց այդ վերին աշճանի պատիվ տալը, հարգանքը, տեղ տալը, էդի մենք ոչ մեկս չենք ունեցել էդի, բայց դա գալիս է նրանով, որ դու մի ինչ-որ պահից սկսում ես գիտակցել Հիսուսի կատարած արժեքը, այն զոհաբերությունը, ու Հիսուսը որպես մարդ, Հիսուսը որպես օրինակ ուղղակի մարդուն ջարդում ու ջարդում լավ իմաստով նկատի ունեմ։ Ես հիշեցի մի ժամանակ առաջ պետք է պատրաստվեի 10-րդ զոհաբերության խոսքին, այդ պատկեր եկավ իմ աչքի առաջ։ Հիսուսի խաչը, մյուս կողմում աշխարհի այդ գանձերը, թագավորությունները, արժեքները եւ այլն։ Ինչքան փոքր էին Հիսուսի խաչի առաջ։ Դա նույնիսկ Դա դառավ իմ համար մի sense առաջնորդող միտք, որ իհարկե ինչքան
անարժեք է աշխարհի ցանկացած։ Չկա, կողը չի կանում, չէ։ Բայց եթե դիտակցողի համար է այդ ձև։ Հա, ով որ հասկացավ էդի։ Իսկ չհասկացողի համար իհարկե դա որևէ արժեք, դա հիմարություն է գրած Աստվածաշնչում։ Խաչած Քրիստոսը դա հիմարություն է, այսինքն իմաստը։ Չեն հասկանում։ Չէ։ Բայց ով որ հասկացավ, դա Աստծո զորությունն է։ Լրիվ ուրիշ բաներ է։ Եթե հետ դառնանք մաթեմատիկային, երկնային մաթեմատիկային։ Ես մաթեմատիկա սիրում եմ։ Մարդու հարաբերությունը, եթե այսպես ուղղակի մենք որ ասացինք ցուցանիշ, հա, Աստծո հետ մարդու հարաբերություն ցուցանիշը նրա զոհաբերությամբ, այդ մաթեմատիկան ո՞նց է աշխատում, որպեսզի մարդը ցույց տա, որ ինքը Աստծո հետ լավ հարաբերությունների մեջ է կամ սիրում է, շնորհակալ է, պարտադիր պիտի բերի ու Նե։ Մարդն չափը որևէ բան պիտի չափացուցի, ցույց չտա։ Մանավանդ Աստված դրա կարիքը ընդհանրապես չունի։ Իսկի մարդկանց դեմ էլ մենք ինքներս պիտի հասկանանք այդ շատ չցածրանանք, շատ ճիշտենք ներքև ու մարդկանց դեմ որևէ բան անենք, որ տենան։ Աստծուն ընդհանրապես պետք չի, 100% պետք չի։ Որտեղ Աստված սրտագետ Աստված է, նա հələ դու բան չարած ինք արդեն գիտի դու ինչի համար ես դա անում ու ինչ նպատակով, ինչ մոտիվով եւ այլն, նա ամեն ինչ գիտի արդեն, նա պետք չի շուտ բան ցույց տաս։ Մարդկանց էլ որևէ բան պետք չի ցույց տալ։ Դրա համար ասենք ինչ վերաբերում է զոհաբերության, ֆինանսներին, եթե ֆինանսների մասնախոս, նաև ծառայությունները, պետք չի մի բան անել, օրինակ շատ է եղել, ինձ թվում է բոլոր եկեղեցիներում էդի կա, որ հովի մոտ մի քիչ ուրիշ ձև են ծառայողները ծառայում, քան թե սովորական, որ հովը տեղ չի։ Սա կամ մանկություն է, կամ էլ սխալ հասկացողություն է։ Ինչ կարևոր է հովը տեղա թե տեղ չի, կամ ինչ կարևոր է այդ ծառայողը տեղա թե տեղ չի։ Աստված ամենուր է։ Իմիջիալոց ավետարանում էլ ենք տենում։ Պետրոսը տեսավ, երբ որ Հակոբի կողմից մարդիկ եկան, սկսվեց փոխվել։ Այդ բանը կա, մարդկային է դա, բայց դա որևէ արժեք չունի ու տեղին Պողոս առաքյալը հանդիմանեց իրան։ Տեղին, շատ տեղին։ Ոչ թե որ Պետրոսը վատն էր, Պետրոսը, ասենք, ուղղակի էդի շատ ցածր բան է, շատ ցածր բան է։ Զոհաբերությունը ինչ արժեք պիտի ունենա քրիստոնյայի համար։ Էլի գալիս ենք դրան, որ ոչ թե մենք զոհաբերում ենք, որ ինչ-որ արժեք, մենք արդեն տեսել ենք արժեք, դրա համար զոհաբերում ենք։ Այդ նույն եթե զուգահեռ բերենք, մենք փրկված ենք դրա համար գործեր ենք անում։ Մենք արժեք ենք տեսել, մենք օրինակ ունենք մեր առաջ, զոհ կա արած, դրա համար ենք մենք զոհում, ոչ թե զոհում ենք որ։ Ավելի էդ է, եթե ինչ-որ մեկի մոտ հակառակն է, դա շատ վատ է, էլի շատ քիչ արժեք ունեցող բան է դա։ Ասենք մարդը ասում է, դե ես Աստված չեմ, ես այդքան չեմ կարող անեմ։ Ասենք, երբ որ ասենք խրախուսում ես, խոսք ես ասում, որ այ Հիսուսին վերցրու օրինակ, որ ասենք զոհաբերեց իր ամբողջ կյանքը, մարդը ասում է, ես Աստված չեմ, բայց միտը մարդը չի կարա իրան ամբողջովին զոհաբերի Աստծուն։ Դե Հիսուսի զոհը տրան է տանում։ Շատ դժվար է Հիսուսի զոհը խորապես գիտակցելը ու ոչինչ բան չանելը։ Շատ դժվար է։ Ասում եմ դա ճզմում է, ջարդում է մարդուն ներսից։ Դա ուղղակի բերում է միտեղ, որ մարդը իրան ամբողջովին է խաշն է հելնում։ Դա բերելու է այդտեղ։ Չի կարա այդ զոհը, այդ սուրբ արյունը զուտ ուղղակի քո մարդու մեջ ուղղակի մարդը մի քիչ ավելի բարի լինի, մի թեթև ուղղակի մեկ գա եկեղեցի, այդ չի։ Այսինքն մարդու զոհաբերության կամ ինչպես ասեմ զոհելու
չափը կախված է նրա հասկացություն, թե որքանով է հասկացել Քրիստոսի զոհը։ Այո, ինչքան խորացավ, այնքան ավելի ես ինչքան նայեցիր իր աշկերին, ինչքան դու առնչվեցիր խաչի հետ, այնքան նա քեզ սպանելու է։ Բայց այս բառերը, որ ես ասում եմ, մի քիչ բան բառեր են, ջարդել, սպանել, բայց այդ լավ իմաստով եմ ես ասում։ Դա է լինում մարդու մեջ։ Մարդը գերի անգնում։ Այդ էլ լավ իմաստով, ախր այս բառը մենք երգ ունենք, այդ ձև երգ ենք երգում, որ ես Հիսուսը իմ սիրտը վերցրեց։ Ես գերի եմ ընկել իր սիրո մեջ։ Այսինքն չես կարա ուրիշ դեմ։ Ու ինչքան խորը, այնքան խորը։ Օրինակ Հիսուս Քրիստոսը Պետրոսին ասում, «Մամի դու ինչ ուզում անում ես, բայց գալու է ժամանակ, որ քեզ ասելու են ինչ անես»։ Այսինքն քիչ Աստված տանում է ավելի խորը տեղերը, ավելի խորը զոհաբերության։ Բոլորիս հայտնի, քանի որ եկավ խոսակցությունը հասավ սրան, Հռոմեացիս 12-րդ գլխի առաջին տողում գրված է կենդանի զոհի մասին։ Ինչ ենք պատկերացնում այդ խոսքերի ներքո։ Կենդանի զոհ, մարդը ինքը որպես ասենց ասած զինվոր մտնի Քրիստոսի բանակի մեջ ու թե սա ավելի բարձր մի բան է, թե սա ավելի խորը երևույթ է։ Մի կողմից սա այն ամենամինիմում պայմանն է, մի կողմից մարդը պետք է մեռնի։ Իհարկե խոսքը գնում է կենդանի մեռնելու մասին, այսինքն մարդու ներսը պետք է դատարկվի, պետք է ինքը չապրի, այլ Քրիստոսը պետք է ապրի, եթե ինքը ուզում է աշակերտ լինի։ Հիսուսը շատ, ասեմ, ռադիկալ, շատ իրոք ոչ տա դնում հարց։ Շատ։ Ասում է, եթե դուք ինչ սիրեք ավելի շատ, քան ծնողներին, ինչ դուք արժանի չեք ինձի։ Եթե դու խաչը չվերցնես իմ հետևից չտաս, դու ինձ արժանի չես։ Ինչ շատ խորն է այսի։ Այդ տեղը շատերը շատ երկար ժամանակ, երկար տարիներ եկեղեցի գալով համենայն դեպս ասեն չենք հասկանում ոնց կարող է Հիսուսը այս բանը ասել։ Դե ոնց կարող էր ասել, արդեն գրված է դա։ Արդեն մենք էլ չենք քննարկում ոնց դա ասեց ինքը։ Արդեն ասել է ու արդեն գրվել է։ Ու մի տեղով չի դա, մենք հասկանում ենք Հիսուսի այդ մինիմում պայմանն է դա, որ խաչը վերցնես իմ հետևից գաս։ Այսինքն կենդանի զոհ անելը մի կողմից դա այն մինիմում պայմանն է, որ դու աշակերտ լինես։ Մյուս կողմից հենց աշակերտ լինես, որ հասկանաս Աստծո կամքը ինչ է։ Հռոմեացիս 12:1-2-ը դա է ասում։ Պողոս Աղաքյալը աղաչում է, ոչ թե ասում է լավ կլներ դա, դա ուղղակի աղաչում ասում է արեք, որովհետև դուք չեք իմանա ինչ է Աստծո կամքը։ Չեք հասկանա։ Այսինքն Աստծո կամքից դուրս կմնան մարդիկ։ Այսինքն անհնար է առանց ամբողջովին sense տրվելու Աստծուն, մարդ ինքը իրան երբ որ մինչև չբարձրացնի այդ զոհասեղանի վրա, Էնել չի կարենալու հասկանա ինչ ուներ Աստված։ Ամբողջովին, ասենք 5 կտականում ողջակես բառ ունենք մենք, չէ՞։ Այսինքն ոչ թե որոշ մասեր ուղակի այրել, որոշ մասեր էլ պահել, քահանաները վերցնել են, որ իրանք հաց ուտեն իրանց տներում, չէ՞։ Ասենք կենթանու որոշ։ Երբ որ կենթանուն ամբողջովին այրել են, ասենք եթե մարդկայնորեն մտածում ես դրա իմաստը յանի ինչ։ Ասենք լավ չէր այդ կենթանուց մի մասը գոնե կամ ամբողջ կենթանին մորթվեր, մարդկանց տրվեր, աղքատներին տրվեր, ավելի լավ չէր, ավելի օգտակար չէր լինի։ Ասենք OGG-ն ուղակի օգտակար գործակիցը ավելի բարձր կլներ։ Բայց չէ, Աստված ուզում է այդ ողջակեզը, չի ուզում մասը, չի ուզում Աստված գիտի, որ մենք չենք կարա sense մեր եղածով այն բարի գործերն անենք, որ ինքը մեր համար նախատեսել է։ Չենք կարա ուղղակի։
Մյուս կողմից երևի չենք էլ կարող կռահենք, թե ինչ պետք է Բա իհարկե չենք կարող։ Դե ի վիճակի չենք կարող։ Այսինքն այդ կենթանի զոհի իմաստներից մեկն այն է, որ համենայն դեպս մարդը դաթարի ինքնուրույն ապրելուց ու ամբողջովին մտնի Աստծո իշխանության տակ։ Հա, միանշանակ։ Ինքնուրույն ապրելը բերեց այդ աղետին, ինչ արեցին Ադամն ու Եվան։ Որ իրանք պետք է իմանային արդեն ինչն է բարի, ինչն է ոչ բարի կամ չարը։ Այսինքն սա Աստծուց դուրս ապրել, այսի ամենաաղետալի բանը դա եղավ, որ ամբողջ մարդկությունը ընկավ այդ մեղավոր բնության մեջ։ Այսինքն անմնացորդ մարդը պետք է զոհվի։ Դա մինիմում պայման է։ Դա նես չի, որ եթե մեկը տենց արեց, այ ապրես։ Շատ լավ։ Սա պայման է, սա առաջին պայման։ Սա մինիմում պայման է։ Լավ, այդ դեպքում հով Արտուր, ի՞նչն է պատճառը, որ մարդը հանդիպելով Աստծո ողորմությանը, որդեգրվելով Աստծո կողմից որպես զավակ, համենայն դեպս ի՞նչն է բան, որ չի կարողանում ամբողջովին նվիրվի, իրան տա։ Ես խոսում եմ դեռ էության մասին, անձի մասին։ Էլ չեմ ասում, որ շատերը սայթաքում են, երբ որ խոսքը հասնում է ֆինանսներին, ժամանակին, ինչ հարցերին։ Դա ուղղակի ցույց է տալի, որ մարդը դեռ չի զոհաբերվել։ Իր համար դեռ կյանքը շարունակվում է։ Կարելի է նույնիսկ ասել մարդը ամբողջովին չի ապաշխարել։ Կարելի է նույնիսկ այդ որտեվ ինչ է նշանակում ապաշխարել, ամբողջովին Աստծո իշխանության տակ մտնել, Աստծո հետ համաձայնվել, տեղ տալ Աստծուն, հա։ Որովհետև եթե մարդը դեռ ինչ-որ բաներ հենց ցանկանում է, օրինակ Սերմնացանի առակը շատ պարզ է բացում էտի։ Քարեր, ճանապարհ, փշեր խանգարելու են մարդուն։ Նա պտուղ չի տալու, չի կարողանալու այն բարի գործերը, որ Աստված նախատեսել է, կատարի, Աստծուն փառավորի, չի կարալու։ Դա ի վիճակի չի ուղղակի։ Հիսուսը ինչ է ասում, ասում է, եթե այդ ձև չանեք, դուք չեք կարող իմ աշակերտ լինել, չեք կարող ուղղակի։ Ոչ դու ցանկությունը շատ մեծ է, բայց որոշակի բաներ կանելու, որպեսզի դու կարողանաս ուղղակի։ Եվ ամենայն դեպս սա գինը, որ պետք է վճարվի։ Ու գին պետք է վճարես, իհարկե։ Այդ գինը վճարելը դա լինի հոգևոր գին, թե ֆիզիկական գին, մարդիկ ստեղ արդեն ընկնում են ընտրության առաջ։ Իհարկե, ամբողջ աշխարհն ընտրության առաջ։ Իհարկե։ Բայց sense մի բան եմ հանդիպել, որ մարդը, ասենք, իր կյանքում մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ առիթ է եղել, կոչ է եղել, ասենք, ինչ որ մի հարցում զոհաբերելու, հա, ընծաբերելու։ Մարդը արել է դա ու իր համար դա այնքան մեծ բան է, որ ինքը մտածում որ ես նորմալ է կամ ու ապրում է իր կյանքով։ Այ այդ մարդուն նման մարդկանց ինչպես կարելի է բացատրել, որ զոհաբերություն ասածը այդ ֆիզիկական ինչ որ մի բան տալը չի կամ ինչ այդ խորությունը ինչն է, որ կարելի է հասցնենք մարդկանց։ Ինձ թվում է ամենալավ ասելու ձևը կողը այդ մարդու կողը պետք է օրինակներ լինեն։ Ասենք ես ու դու պետք է լինենք, ինչ որ մեկը պետք է լինի, որ այդ ձև ապրող է։ Որտեվ եթե մեկը անմնացորդ տրվել է Աստծուն ու այդ ձև ապրում է, դա չի կարա աննկատ լինի։ Դա չի կարա ուղղակի։ Մարդը գոնե կգիտակցի, որ ես այդ չեմ։ Կամ կեղծավորության ճանապարհը կբռնի, կամ էլ ինքը կհասկանա, որ ես այդ չեմ։ Ու եղել է այդպես դեպքեր։ Մարդը դուր խոսում ասում է, հա, ես գալիս եմ եկեղեցի, բայց ես հասկանում եմ, որ ես այդ չեմ հələ։ Այստեղ արդեն հասկանում ես, որ մարդը գիտակցում է, հələ դեռ ընտրություն պետք է անի։ Հա, իհարկե մենք պետք չի, որ մենք ոնց որ կոպիտ եմ ասում, սորտավորենք մարդկանց։ Սա ամբողջովին է տրվել, սա 70% է տրվել, սա ընդհանրապես պետք չի։ Կարևոր ես ոնց եմ համարում, ըստ ավետարանի, ասենք ես ոնց եմ ապրում, ես մտածեմ ես ով եմ Աստծո առաջ,
այլ ոչ թե սկսեմ դատել, համեմատվել, ընդհանրապես դες բաները դատել, համեմատվել, ամենաչարիք որ ասեմ, երևի ամենադա է։ Որևէ մեկի հետ ես պիտի համեմատվեմ, որ ընդհանրապես դա անիմաստ բան է։ Նախ ոնց պետք է համեմատվենք ու ոնց պետք է դատենք։ Մենք ոչ դատավորենք, ոչ էլ տիրապետում ենք ամբողջ ինֆորմացիային, որ գոնե նեյտրալ դատ վարենք։ Նույնիսկ նմանել չենք իրար, որպեսզի համեմատվենք իրար։ Այո, իհարկե։ Այսինքն տարբեր կանչերա, տարբեր նվերներա դա միայն Աստված կարա դատի։ Երբ որ մենք ասում ենք Աստված է դատավորը կամ Աստված է արդար դատավորը, մենք նկատի չունենք, որ դա ինքը կարում է էլի լավ դատի։ Մենակ այդ չի, դու պետք է տիրապետես իրավիճակին։ Աստված սրտերից տենում է արդեն, Աստված գիտի ամեն մեկի ուղնուցուց, ամեն ինչ գիտի, դրա համար իր համար դա մենակ ինքը կարա դանի։ Դրա համար ես մտածում եմ ավելի ես ոնց ապրեմ անմնացորդ, նվիրված ու սիրեմ մերձավորին, սիրեմ իմ կողի մարդկանց, հավատացյալ են, հավատացյալ չեն, գալիս են, նվիրված չեն, բայց իրանց համար դա օրինակ է լինելու։ Ու ես էդի չեմ անում, որ օրինակ լինեմ, բայց դա լինելու է։ Ու սա ինձ թվում է ամենաճիշտ ճանապարհն է, ճիշտ ձևն է, որպեսզի մենք օրինակ եկեղեցում եղել է դեպքեր, մարդիկ ասում են, ես նկատում եմ ես, Աստված ինձ ցույց է տալի, ես ասում թող էդի։ Դա քեզ լավ տեղ չի տանելու։ Դու ինքդ նվիրվի Աստծուն, հա։ Խոսեցինք Հիսուսի պնդումը, ասենք ասենք, պայմանը, այստեղ նույնպես շատ մարդկանց մոտ առաջանում է խնդիր։ Երբ որ խոսքը հասնում է բարեկամներին, հարազատներին ու երբեմն կարելի ասել Քրիստոսին հետևելու համար նման զոհաբերություն է պետք։ Մինչ որտեղ է սահմանը, ինչ ի նկատի ունի Քրիստոսը, մինչև ուր պետք է գնա, ընդհանրապես մի կողմ քաշվի, թե շարունակի, ենթադրենք ընկերներ են, ընկերը անհավատ է, ասենք ինչ չափով պետք է մնա, ասած այդ զոհաբերության չափը ինչքան պետք է լինի։ Էլի գալիս ենք նույն տեղը։ Այն գլխից, այն ամենասկզբից Աստված մեզ բերում է մի տեղ է կանգնեցնում, մի տեղ է բերում ու պայմանն է դնում, այն մինիմում պայմանը, որ դու պիտի ներնես, որ բոլորին պետք է թողես, դու համաձայն ես։ Այսինքն մարդը, օրինակ մեկը երբ որ գործի ընդունվում, գործատերը այդ մարդուն որոշակի կոնտրակտ, որոշակի պայմաններ է ասում։ Այս մարդն էլ կարա որոշակի բաներ ասի։ Օրինակ ասի, այդ օրը ինձ սենց, հա, ես չեմ կարող մինչև իրիկունը մնամ աշխատեմ, վերջը։ Բայց հիմնական ասողը գործատուն է։ Դու համաձայն ես, աշխատում ես, համաձայն չես աշխատում։ Հիսուսն էլ, Աստված էլ այդ պայմանները մեր առաջ դնում է, այն գլխից, ոչ թե հետո։ Այ հետո երբ որ լինի, արդեն դու գիտես, որ էդ է։ Երբ որ մարդը ապաշխարում է գալիս է դեպի Հիսուս, ու երբ որ ինքը Աստվածաշունչը կարդալով գալիս է այդ կետին, հասկանում է, որ ատել, ես Աստվածաշնչյան բառերով եմ ասում, իհարկե պետք է ճիշտ մեկնաբանվի, բալանսավորված, ատել հորը, ատել մորը, ատել երեխուն, ատել կնոջը, ատել, ինքդ քեզ խաչը վերցնես ու գնաս։ Այսինքն սա նշանակում է ամբողջությամբ մեռնել, ամբողջությամբ պրծնել, չկազդուել, նոր սկսում է։ Այսինքն սահմանը դա է։ Այսինքն չկա, մի հատ սա ասես, չես կարող ասես, այ հորքուրիս մարդը, հա, զոհի, բայց այ հորքուրիս երեխեն չէ, թվարկի քո ամենամոտիկ մարդկանց։ Աստծո պայմանն ասում է, այդ մոտիկ մարդկանց էլ ատել, համաձայն ես կամ ինձ ավելի սիրել, քան թե իրանց։ Այ պայմանն է։ Այսինքն երբեմն երբ որ կյանքում պատահում ես, հենց մի քիչ որ անցնենք պրակտիկային, երբ որ կյանքում պատահում են դեպքեր, որ դու պետք է ընտրես Աստծո գործի ու բարեկամ հարազատության մեջ, երբ որ դու պետք է ընտրես ծառայության ու ծնունդի ու չգիտեմ քեֆ, էկանյուր եւ այլն, հա։ Ստեղ գալիս է այդ ընտրության զոհաբերման հարցը։
Դե դա որ ասես տես մի էսիմ զոհաբերություն չէ, բայց հա, իհարկե։ Շատերը այդտեղ շատ սայթակում են, բա ոնց թողենք, բա նույնիսկ վերելով պատճառն, բա իրանց ով ավետարանի։ Չէ, ամեն ինչը իր ժամանակն ունի, ասեմ ավելին, պրակտիկան ցույց է տալի, մենք երկուսս էլ գիտենք մեր եկեղեցում, ասենք դեպքեր շատ կան, այդ ձև, որ մարդիկ շատ կտրուկ դրել են, որ Կիրակի օրը Աստծո տունն է, ուզում են որ ֆիլմում ասում է պապս էլ հորս ձեռը բռնած գա, ով ուզում է լինի, այսինքն դու միջև այդ պետք է մի հատ մտածես, երբ որ դու դիրքորոշվում ես Հիսուսի մեջ կամ արմատավոր, պետք է մի հատ մտածես, օրեր կա կամ պահեր կա, պաշտամունքի պահեր կա, որ ով ուզում է լինի, ով ուզում է լինի, հարգել, սիրել, մեծարել եւ այլն ամեն ինչ իր տեղը, պատվել, բայց այդ օրը չէ։ Ու ասեցի, ես ասեմ ավելին, հիմա ասեմ։ Պրակտիկան ցույց է տալի, որ այդ ծնողներին, որոնց որ դեմ իրանց երեխեքը, որ հավատացյալ երեխեք, որ այդ ձև պայման են դրել, շատ վատ են ընդունել եւ այլն, ավել են այսօր հարգում, ավել են հարգում որպես քրիստոնյա ու շատերը այդ ձև եկել են եկեղեցի։ Այո։ Քանց թե են մարդիկ, որ տեղ են տալի ու իրանք են եկեղեցուց դուրս գալի։ Այսինքն, եթե ամփոփենք, այն մարդը, որ իր անկերոջը բարեկամին տեղ տվեց, ասեց, հա դե պաշտամունք ամ օնլայն կնայեմ կամ սենց կանեմ կամ նենց կանեմ, ինքն է ավելի հեռանում եկեղեցուց ու ոչ էլ մարդ է գալի եկեղեցի, որտեվ այդ իր հարազատները իրան չեն էլ հարգելու, բա կասեն, եթե Աստված քո համար այդ ձև արժեք ունի ու դու տես թողել ես իրան, դե ոնց կարան քեզ հարգեն։ Իսկ այն մարդը, որ այդ ձև դիրքորոշվում է, իրան ավելի շատ են հարգում ու գալիս են եկեղեցի։ Ես ես 20 եւ ավելի տարիներում այդ եմ տեսել։ Այստեղ մյուս կողմից էլ ասենք, որ եթե վերցնենք շատ ուրիշ հարցերում, մարդիկ կարող են պրիորիտետներ դնեն իրենց կյանքում, կապված աշխատանքի հետ, կապված բիզնեսի հետ, կապված եւ այլն հարցերի հետ, որոնց ոչ մի ձևով չես կարող խախտես, չես հասկանում ինչի հավատքի հարցում ամենակ, որ շատ թույլ է ու շատ տատանողական է ալնում։ Դե նաեւ նայած ում կյանքում։ Օրինակ մենք գիտենք մարդիկ, որոնց համար այդպես հեշտ չի էտի, ընդհանրապես էտի համարյա անհնար է, այսինքն ես ինչ պիտի լինի, որ մարդը պաշտամունքը թողի։ Դա դիրքորոշում է, դա ուղղակի մարդը, բայց մյուս կողմից էլ սրանք թեկուզ մանր, բայց զոհաբերություններ են, որոնք որ գումարային առումով բերում են մարդու մի աստիճանի, որ մարդը կարողանում է իրան ամբողջությամբ ասում տալ։ Եթե վերցնենք ամեն մի մանր հարցում, եթե մարդը պատրաստ չեղավ զոհաբերելու, եթե մարդը չկարողացավ նույնիսկ մի հատ իր Կիրակի օրվա պաշտամունքին մասնակցությունը ամրագրելու իր օրագրի մեջ, որևէ պայման չի դրել։ Հա։ Այդ իսկի մինիմում էլ չի, դա ընդհանրապես չի համարվում որևէ բան։ Երկու լուման ինչքան էր այն ժամանակ, ոչ մի բան։ Բայց Աստված Հիսուսը դա նկատեց, ասեց սա ավելին էր։ Իհարկե, ես կուզեմ մի քիչ հավասարակշռվի, ասենք ամենայն դեպս այդ չի, ասենք մտածածը, որ պաշտամունքից մարդ էլ կարա սպանի, այնքան որ դա չի իմաստը, բայց ամեն դեպքում նույնիսկ մեկը երբ որ ասենք ինչ որ դասընթացի է գրվել, որ գնա դասընթացի։ Եթե դա եղավ ձրի, եթե դա եղավ իր համար տենց ձեռի հետ, դա իմաստել մի ինչ-որ ժամանակ հետո թողելու։ Մասնագետ չի դառնալու համենայն։ Բայց եթե այդ մարդու համար դա կարևոր է, դա ամեն ինչ անելու որ դրան հետ է։ Մարդիկ իրանց գործերի համար, ասենք որ բիզնեսի մեջ է։ Օրինակ պահեր է լինում թե շինարարության մեջ, թե ասում ես ոնց ես թողեմ այս պահին, ես գնամ պաշտամունքի։ Բայց նայած ում համար ինչ արժեք, որն է արժեք ավելի։ Այստեղ արդեն երևում է կյանքը ցույց է տալիս։ Բայց կյանքը մարդուն է ցույց տալիս։ Գոնե ինքը հասկանա ինքը որտեղ է գտնվում։ Կարելի է ասել նույնիսկ որ զոհաբերությունը
շատ սերտ կապված է մարդու ներսում արժե համակարգի հետ։ Իհարկե։ Ու երևի Անմիջապես կապված է։ Մարդը դրանով կարա ստուգի իր արժե համակարգը Աստծո առաջ։ Այո։ Բայց հաստատ, իհարկե։ Շատ երկրներում կներես Գարեգ ջան, Մովսեսի մասին գրած է, հա, Եբրայեցիս թղթի մեջ։ Նա ավելի համարեց Աստծո ժողովրդի հետ տառապի կամ տանջվի կամ չարչարվի, քան այդ ամբողջ Եգիպտոսի այն հարստությունը, որ ինքը հանգիստ ուներ, պրինց էր։ Այսինքն արժե համակարգ է։ Դա ոչ թե ինքը, այդ էլ պետք է մենք ճիշտ հասկանանք, ոչ թե որ Մովսեսը ասեց այնտեղ ճիշտ հարստությունն է, այստեղ էլ որևէ բան չկա, բայց ես ոչինչ ավելեմ, ոչ, նա ասեց սա ավելին է, հա, տեսավ ուղղակի։ Այս շատ կարևոր է, որ մենք հոգևոր աչքերով տենանք դա։ Եթե չի տենում մարդը, այդ չի տենում էլի։ Եթե արժեք չի տալիս, այդ չի տենում։ Դու ասենք կույր մարդուն ասես, չես տենում, այդ չի տենում։ Ուրիշ բան աղոթենք, ուրիշ բան հետը զրուցենք, բայց եթե մարդը դա չի տենում, դա չի տենում, կարա զոհաբեր։ ի վիճակի չի։ Դու կողից չես կարող այդ մարդուն շատ բժշոր բաներ ասես, զոհի։ Նույնիսկ ծնողը իր երեխուն չի կարում։ Ու անիմաստ է դա, ես գտնում եմ ընդհանրապես զոհաբերությունը պետք է լինի ազատ կամքից, որը որ Աստված ընդունում է։ Այս տիպես այս ստրուկ են ունեցել ժամանակին մարդիկ, այս ստրուկին ասա դու սենց արա։ Ինչ արժեք ունի դա։ Բոլորը հասկանում են, ստրուկը անելու է ինչ որ դու ասեցիր։ Ու ոչինչ ավելեն, ու առանց իր կամքի։ Հա, որևէ Շատ երկրներում, ուր կան ծանր հալածանքներ քրիստոնեական հավատի հանդեպ, տեսնում ենք անհամեմատ ավելի շատ զոհաբերություն եւ նվիրվածություն։ Գիտենք, որ երկրներ կան, որ այո, կարա տես բան լինի։ Հա։ Միթե ապահովությունն ու բարեկեցությունը չի օգնում ավելի նվիրված հարաբերություններին Աստծո հետ։ Մի կողմից Աստծո նպատակն է, որ օրհնի մարդուն։ Հա։ Օրհնել է ինքը։ Երբ որ նայում ենք Աբրահամի կյանքը, երբ որ նայում ենք ընդհանրապես Աստծո ծառայների ցանկացած, հա, Աստված միշտ օրհնել է իրանց։ Աստված լիար ամբողջ sense լցնող Աստված է։ Լիություն տվող Աստված։ Աստված այն ձև չի անում, որ մարդը չքավորության մեջ, աղքատության մեջ լինի։ Բայց օրինակներ ասեմ։ Օրինակ Բելգիայի նման երկրում, որտեղ մենք ենք ապրում, արդեն պետական համակարգն հենց է, որ դու արդեն մտածում ես քո թոշակի մասին, դու չես կարող ասես, չէ, ես չեմ մտածում։ Համակարգը քեզ տանում է դրան։ Կամ որոշակի ապահովագրություններ կա, որ նույնիսկ ապահովագրում ես, եթե դու մահացար, այն մեկ, ասենք քո կնոջը ինչ է լինում, թաղումն ես նախորոք, այսինքն այս համակարգն հենց է, որ նախորոք ամեն ինչի մասին մտածվող է արդեն։ Դե իհարկե, այստեղ ապրես ու մտածես, ասես ես լրիվ տրանից դուրս եմ ելնելու, համ շատ դժվար է, համ էլ անիմաստ է։ Կա։ Այն բաները, որ ուրիշ երկրներում միգուցե մարդիկ երազում են, կամ մարդիկ մտածում են լավ կներ դալիներ։ Ասենք, երբ որ մարդը թոշակի անցնում, ստանում է 3 կոպեկ, կոպիտ ասած, ու ոչ մի ծախս չի կարող ծերին հասցնի։ Անիմաստ բան է դառնում։ Մի կողմից լավ է դա, բայց մի կողմից էլ էտի բերում է դե դու ապահովագրված ես արդեն։ Բերում է արդեն իր լավ ու վատ կողմերն ունեն։ Այն էլ է վատ, որ ասենք մի հատ այնց երկրում, որ չկա որևէ համակարգ, չկա որևէ ապահովագրություն, որևէ բան չկա, այնտեղ էլ իր դժվարությունները կա հաստատ։ Բայց երբ որ մարդը, ես հիշում եմ, երբ որ ես եկել էի Բելգիա, որևէ ստատուս չունեի, ասենք թղթաբանական որևէ բան չունեի։ Ջայլ տղա 25 տարեկանում եկել եմ Բելգիա, ունեի մի հատ հին շորերի ճամպրուկ ու այդտեղ ես ապաշխարեցի։
ես բան չունեմ կորցնելու։ Ասի ամեն ինչ որ ունեմ Տեր քեզ։ Բայց ինչ է Աստծուն, ինչ։ Ինչ օրեր։ Այսինքն մի կողմից էդի հեշտելա։ Երբ որ մարդ բան չունի զոհաբերին։ Ասենք եթե մարդը բան չունի, սկի մարդը նես տան մեջ ապրում, որ դռները բացի էլ դե բան չկա վերցնելու։ Դուր էլի, ասենք յանի ինչ։ Հա։ Բայց գալիս ենք էլի այդ նույն երկու լումայի պատմությանը, որ այդ երկու լուման այդ որբևայրի ամբողջ ունեցվածքներ։ Համար գնահատվեց դա երկնքում կամ Հիսուսի կողմից դա գնահատվեց, այսինքն էլի գալիս ենք արժե համակարգ, այսինքն մարդը նույնիսկ են իր չեղացնել զոհում է, ես էլ երբ որ ապաշխարեցի, անես չէր Աստված ասեց դե ինչ, երբ որ դու ինչ-որ բաներ ունենաս նոր, ոչ, այդ վաղտ դա ընդունվում է ու դա մեծ գումար է, մեծ Աստծո աշխարհ, որովհետև դու ամբողջն ես տալի, անմնացորդ ես տրվում, բայց նաև մենք պետք է հետևենք, որովհետև կյանքը չի պրծնում, ասենք չապաշխարեցինք ու միանգամից երկինք չգնացինք, տարիների ընթացքում անցել է 20 եւ ավելի տարիներ, մոտ 24-25 տարի, 25 տարի անցել, այսօր մենակ ճամպրուկ չի, այսօր եթե նենց լինի, որ մեր բոլոր ապրանքները, որ այն ինչ որ ունենք, հավաքենք միտեղ, չգիտեմ, 1-2 կոնտեյներ, չգիտեմ, ինչ մեծ, հա, այ ամեն նորյա մեր փոխհարաբերությունները Աստծո հետ մենք պետքա զոհենք ու զոհենք։ Այսինքն ապրենք նենց, որ Աստծունն է բոլորը, տրված է արդեն, այնպես չի, որ ես ինչ-որ բան ունեմ։ Շատ լավ, իսկ մյուս կողմից հալածանքների հետ կապված։ Հալածանքներն էլ բերում են, հիշում ենք, ասենք, հին կտակարանում Աստված ինչ պատիժներ բերեց Իսրայել ազգի վրա, որ այսպես ասած գնացին գերի, նոր հասկացան, որ պիտի կուռքերին թողնեն, վերջո բռնեն Աստծո ճանապարհը։ Այսօր այս երկրներում հալածանք ասած կարելի ասել չկա, այն առումով, որ եթե համեմատենք որոշ մուսուլմանական երկրներում եւ աշխարհում կան տեղեր, որտեղ շատ հալածանքներ կան, բայց ամենայն դեպս այդ երկրներում տեսնենք, որ ինչքան էլ վախի զգացումը կա, մարդիկ շատ ավելի դիմում են այդ ռիսկին Քրիստոսին հետևելու։ Ստեղ մի թեթև շարժումը մարդուն կարա մտածելու տեղի տա։ Այս մասին ինչ կասեք։ Դե ինձ թվում է համարյա բոլոր երկրներում այդ ձև հենց ռեալ վտանգը եղավ, նոր ցույց տալու, այդ վտանգը ցույց տալիս ով է։ Երբ չգնանք, ամենը քանի տարի առաջ էր կորոնավիրուսը ու այդ պանդեմիան եւ այլն։ Դա պարզ ցույց տվեց ով է։ Ոչ միայն ով է որպես նվիրված ծառայողներ, այլ քրիստոնեությունը սկսվեց բաժանվել երկու մասի, վակցինացվածներ, չվակցինացվածներ, սկսվեց մի հատ այնպես աժոտաժ, այնպես բաներ, որ տեղ չուներ, սիրով պետքա, այսինքն նման բաները կամ պատերազմական վիճակը։ Հերո չտանք, վերջը։ Դա ցույց է տալի ով է։ Երբ որ տենց վտանգ, տենց արտարոս դեպքեր է լինում, մի կողմից ի հայտ են գալիս պոպուլիստները, որ սկսում են մարգարյանալ, սկսում են այս բաներ անել, այն աչքին գնող, հնչեղ, ինչ-որ բաներ, որ մարդիկ տենան իրան, էդ է շատանում, մի կողմից էլ տենում ես, մեկ էլ էմոցիաները մարդուն խեղդեց արդեն, վերցում ես զենք հետում ասում կփրթեմ, կսպանեմ, կմորթեմ բոլորին, սիրող հավատացյալ։ Հա, ու այդ ճանապարհին, որ ինքը ասում է լրիվ կփրթեմ, ու սկսում է, եթե իր եղբայրն է, քույրն է, կարևոր չի, կփրթի լրիվին։ Բայց մի կողմից էլ այդ դեպքերում ես միշտ նկատել եմ ու միշտ կան նվիրված քրիստոնյաներ, որոնք նույն ձև Այսինքն կարելի ասել նույնիսկ այդ բան իր սուր իրավիճակները, հա, լինի եթե ասենք հալածանքը լինի, պատերազմը լինի, ասենք ինչ կարգի որ սուր իրավիճակը լինի, կարելի ասել որ ի հայտ է հանում մարդու
Աստծո հետ հարաբերությունը այն ինչ որ սովորական խաղաղ հանգիստ պայմաններում չէր երևում։ Ուղղակի մարդը շաբաթվա ընթացքում գնում էր գործի, գալիս էր տուն, կիրակի օրերը եկեղեցի էր գալիս, ինչ որ մի բան էլ անում էր։ Բայց այն իրական զոհաբերությունը, թե արդյոք մարդը պատրաստ է Քրիստոսի համար էլ ավելի հեռու գնալու, ստեղ արդեն իհայտ է գալի սուրի։ Էլի գալիս ենք այն ամենասկզբի պայմանին։ Դու ամեն ինչ պատրաստ ես սպանել, թողել, երբ որ մարդը համաձայնվում է, այ ըտրանից հետո մարդը պետք է միշտ հայելու առաջ կանգնի, միշտ Աստծո առաջ կանգնի, միշտ, որովհետև մարդը նենց է, կարա սովորի կոմֆորտին, կարա սովորի լավ պայմաններին, ու երբ որ այդ պայմանը չկա, արդեն դուրս ելնի այդ իր ընթացքից։ Բայց կարա մարդը դուրս ելնի իր ընթացքից, բայց Աստված ողորմած է, մարդը էլի կարա գա, եթե մարդու սիրտը ճիշտ է Աստծո առաջ, ինքը էլի մեկ ընկնել, արդարը 7 անգամ ընկնի, Աստված կանգնեցնում է։ Այսինքն կարևորը այն է, որ մարդը ճիշտ գնահատական ունենա ու ճիշտ վերաբերվի եղելությանը, Աստծո հետ հարաբերություններին, եթե նույնիսկ մի պահ ինչ որ միտեղ էլ թուլանում է, սա վերջը չի, կյանքը շարունակվում է ու դե նայած դեպքեր կար, որ դա վերջն է արդեն, բայց հիմնականում դա վերջը չի։ Մյուս հարցս, ով Արտուր, կարող է մարդը իր զոհաբերություններով շահել Աստծո բարեհաճությունը։ Ոչ։ Գրված է, որ մինչ մենք մեղքերի մեջ խարխափում էինք, կամ մեղքերի մեջ այդ ճահիճի մեջ էինք, Աստված սիրեց մեզ։ Իրա բարեհաճությունը եկավ մեզ հանդիպեց։ Մենք հանդիպեցինք իրա բարեհաճությանը, որ մենք որևէ լավ բան չէինք անում։ Ասում է, երբ որ դուք նվիրվեք, սկսեք ծառայել, ինչքան ավել Աստված։ Չեմ կարծում Համենայն դեպս դա սխալ մոտիվացիա է, երբ որ մենք ինչ-որ բան ենք անում, որ Աստված նայի, ասի, այս իմ չէ։ Բայց ասենք սիրտ դնել Աստծո կամքի մեջ լինել, սիրտ դնել, որ Աստծո խոսքը կատարել, սա աննկատ չի լինում Աստծո առաջ։ Սա աննկատ չի։ Բայց ինչ-որ բան անել, որ Աստված ավելի մեր այդ բան լինի, մի քիչ ինչ չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Աստված չի փոխվում։ Չէ։ Աստված սիրող Աստվածը սիրել էր այն ժամանակ, երբ որ մենք մեղքերի մեջ էինք, ու էլի շարունակում է սիրել։ Այո, միանշանակ։ Ստեղ ես հիշեցի Հիսուսի խոսքերը, որ ասում էր ես հարյուրապետի հավատքը տեսնելով, ասում եմ ես նման հավատք չտեսա, Իսրայելում չտեսա դա։ Կարա հավատքի դրսևորումը լինի ինչ որ բարեհաճություն փնտրելու։ Կարա, իհարկե կարա։ Մարդը կարա մի բան անի, մի բան ակնկալի, մի բան անի, որովհետև սենց է լինել։ Մարդը վիճակի ամեն ինչ մտածի, անի, բայց էլի ոնց որ գալիս ենք այդ նույն մտքին։ Ինչի են ամբողջ կենդանին զոհում։ Ինչ իմաստ կար դրա։ Այդտեղ են գալիս։ Այսինքն ես չեմ անում, որ մի բան լինի, որ օգտակար լինի։ Ես անում եմ, սիրում եմ իմ Աստծուն, ես անում եմ իր համար։ Մի քիչ այդտեղ են գալիս։ Օրինակ ասեմ, Սողոմոն թագավորը գրած է հազարներով զոհում էր։ Բա հələ գառը լինի, ուլը լինի, հորդ լինի, ցանկացած կենդանի վերցնենք։ Իհարկե, ինչքան թանկ, այնքան հələ դու այդ հազարների հələ գները նայի։ Իմաստը դրա, ասենք, այդքան զոհեր, այդքան ողջակես, հազարներով այդ հոտը, այդ հենց հաջորդ օրը Աստված իր հետ սկսեց խոսալ։ Դա աննկատ չի։ Իմաստը դրա ո՞րն էր, ասենք ինչ։ Այսինքն մարդը Եթե արից ես մտածենք, կներես Գարիկ ջան, ասենք ինքը դա աներ, ասենք պիտի 1000-ը զոհեր, 500-ը զոհեր, 500-ը էլ մարդկանց բաժաներ։ Բայց ոչ, ողջակես պիտի լինի։
Ամբողջովին, անմնացվում։ Ու շարժառիթը չպետք է լինի ակնկալիքը Աստծուց։ Այ ամենադժվար բանն է դա, երբ որ եկեղեցու մեկը ծառայում է, ունի ակնկալիք։ Ես կուզենայի նույնիսկ մեր եկեղեցու այդ կանոնադրության մեջ այդ կետը դրվեր, որ եթե մի բան անում ես, որևէ բանի ակնկալիք պետք չունենաս։ Երբ որ մարդը անում, ինչ որտեղ կանգնում է, հետո զրուցում ես, հասկանում ես, որ մարդը ասում է, արեցի, բայց ինչ։ Բայց ինչ ես արել։ Այ մոտիվացիան, եթե ճիշտ չի, բերելու այդ կանգնելուն։ Բայց եթե ճիշտ մոտիվացիա է, ինքը շարունակաբար անում է։ Մենք ենք այդ մարդուն կանգնեցնելու, ասենք լսի, դու ոնց որ թե ավելի արժեքավոր մարդ ես։ Դու արի ուզում ես մի աստիճան բարձրացի, էլի դու ստեղ ա քո տեղը, ավելի ճիշտ տեղը քո տեղը։ Այլ ոչ թե ինքն է դա անում։ Այստեղ ինձ թվում է ամենայն դեպս միակ մոտիվացիան պետք է լինի Աստծո հանդեպ շնորհակալ սիրտն ու սերը մարդու ցանկացած զոհաբերության դեպքում դա եղել է կենթանական զոհաբերությունների ժամանակ հին ուխտում նոր ուխտում մենք տեսնում ենք դա ուղղակի աշակերտների կյանքում առաքյալների կյանքում հետագայում քրիստոնեության մեջ Սիրելի հեռուստադիտողներ, մենք փորձեցինք խոսել տարբեր տեսանկյուններից այս հարցի վերաբերյալ թեման շատ լայն է եւ կարելի է դեռ շատ հարցեր բարձրացնել այս թեմայով բայց գրեք ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին կփորձենք պատասխանենք հույսով ենք որ այս հաղորդումով կարողացանք ձեր որոշ հարցերին պատասխանել շնորհակալ ենք Հովև Արտուր Ես եմ շնորհակալ Եղեք օրհնված կհանդիպենք հաջորդ հաղորդումով